Վագրերին պաշտոնի բարձրացում է սպասում, իսկ վիշապներին ճակատագրական փոփոխություններ։ Գթեք ձեր ծննդյան տարեթիվը Բուրյաթիայի լամայի կողմից կազմված ընդարձակ կանխատեսման մեջ։ Մինչ հավատացյալները շարունակում են նշել սպիտակ ամիսը կամ պարզապես բուդայական նոր տարին, Բուրյաթիայի հայտնի գուշակ Ешին-Ամջիլ լաման Կուրումկան դացանի վանահայրը կազմել է ձիու տարվա նոր կանխատեսում։ Այս անգամ Զուրխայը ավելի մանրամասն է և տարբերվում է տղամարդկանց և կանանց համար արած իր կանխատեսմամբ։ Կարևոր է հիշել, որ տարին փոխվում է Սագալգանի, սպիտակ ամսվա տոն լուսաբացին, և դրա ամսաթիվը տարբեր է, զգուշացնում է լաման։ Սա գարնան առաջին նորալուսինն է լուսնային օրացույցի համաձայն, որը կարող է ընկնել հունվարի վերջին, փետրվարին կամ մարտի սկզբին։ Հետևաբար, եթե դուք ծնվել եք Սագալգանից առաջ, ապա պատկանում եք նախորդ տարվա նշանին։ Ձին արդեն իսկ իր ուրույն տեղն է գրավել, ուստի կանխատեսումը շուտով կարող է սկսել իրականանալ։ Մուկ, առնետ, տղամարդիկ, ձեր խոսքերը կսկսեն իրականանալ։ Շատերը չեն սիրում լսել ճշմարտությունը, այնպես որ թշնամիներ մի ձեռք բերեք։ Տարին դժվար կլինի։ Հետագա դժբախտություններից խուսափելու համար Ешին-Ամջիլ լաման խորհուրդ է տալիս չգնել կամ վաճառել սարքավորումներ կամ մետաղներ, ինչպես նաև չկտրել ծառեր։ Կանայք, ձեր երկրորդ անունը սարկաստիկ է և կծու։ Գլխավորն այն է, որ ձեր ասածը հակառակ ազդեցություն չունենա։ Լավ կողմից դուք հազվադեպ կհիվանդանաք։ Կով, ցուլ, տղամարդիկ, բախտն ու հաջողությունը կշրջեն ձեր գլուխը, և ձեր ծրագրերից շատերը կիրականանան։ Միշտ ապեք ամբարտավանության մեջ և հատկապես մի ռիսկի դիմեք։ Ձեր կարգագոսն է չափեք 7 անգամ, չափեք 1 անգամ։ Ավելի բարի և ուշադիր եղեք ձեր սիրելիների նկատմամբ։ Նրանք ձեր ուշադրության կարիքն ունեն։ Կանայք, կովի նշանի տակ ծնվածները շտապողական կլինեն, հաճախ փոխելով իրենց որոշումներն ու նպատակները։ Սա դեպի լավն է։ Ռազմավարությունը փոխելու ունակությունը կօգնի ձեզ հաջողությամբ իրացնել ձեր ներուժը։ Գարունն ու աշունը հատկապես ակտիվ կլինեն։ Թուլությունը միամիտությունն է, զգույշ եղեք հնարավոր խաբեություններից և խաբեբայություններից։ Վագր, տղամարդիկ, դուք լի կլինեք էներգիայով, կրքով և ուժով։ Համարձեք ստանձնեք ցանկացած մասշտաբի նախագծեր։ Ռիսկի դիմեք։ Ընտանեկան վագրերը կարող են նոր համալրման սպասել։ Ռեսուրսները պետք է առավելագույնի հասցվեն, օգտագործվեն խոշոր նախագծերի և կարևոր գործերի համար։ Լինի դա աշխատանք թե ուսում։ Կանայք, խարիզմատիկ, հանճարեղի, սեքսուալ, այս ամենը վագրերի մասին է։ Ձեր գրեթե բոլոր ծրագրերը իրականանում են, և ձեր գործերը բարձրանում են։ Աշխատավայում պաշտոնի բարձրացում է հավանական։ Հեռացրեք կասկածներն ու համեստությունը, հակառակ դեպքում դուք կկորցնեք մեծ նպատակի հասնելու հնարավորությունը։ Ճապար, նապաստակ, տղամարդիկ, ձեր գործերը վերջապես կնկատվեն և ձեր նվաճումները կճանաչվեն։ Երբեմն կթվա, թե ինչ-որ մեկը վերևից օգնում է ճապարներին։ Սա ինքս թվարկություն է առաջացնելու երևալ ավելի ճխեք և շքեղ տեսք ունենալ։ Կարևոր է հիշել, որ պետք է լինել նրբանկատ, և զգուշությունը երբեք նող ոգին չի վնասի։ Կանայք, սկսվում է կայունության և վստահության շրջան, այնուամենայնիվ ձեր տրամադրությունը անկայուն կլինի։ Մի թողեք, որ հուզական վերելուք և անկումները փչացնեն ձեր հարաբերությունները ընտանիքի և ընկերների հետ։ Վիշապ, տղամարդիկ, երիտասարդ վիշապները պետք է սկսեն հոգ տանել իրենց առողջության մասին։ 38 տարեկան լրացող տղամարդիկ պետք է քրտնահճան աշխատեն, բայց դա ամեն ինչ ապարդյուն չի լինի։ Ձեր կարծիքը կգնահատվի, բայց խուսափեք վիճաբանություններից։ Վիշապիկ խոսքերը այս տարի մեծ կշիռ ունեն։ Կարևոր է չշտապել փոփոխությունների, նախքան ժամանակը կգա։ Կանայք, ծախսված էներգիան ու ջանքերը կվերածվեն ապագա նվաճումների, և կանանց մեծ մասը կդառնա ավելի ինքնավստահ։ Ընդհանուր առմամբ, ձիու տարին շատերի համար կլինի շրջադարձային, կյանք փոխող կետ։ Օձ, տղամարդիկ, օձերը կդառնան ավելի հանգիստ, վստահ և զսպված։ Տարին կլինի բեղմուն, բախտն ու առողջությունը ուժեղ կլինեն, քանի որ տղամարդիկ չեն բաց թողնում հնարավորություններ կամ ուշանում, ինչը որ ցավոք սրտի բավական հավանական է։ Կանայք, այս տարի օձ կանայք ավելի երազակոտ են, քան երբևէ։ Ոմանք կհետաքրքրվեն աստղագուշակությամբ, թվաբանությամբ և ֆենշույով, իսկ մյուսները կգտնեն իրենց դուր եկած հոբի։ Մի հույսը դնեք կուրոր բախտի վրա, դա կարող է դառնալ նախազգուշացնող պատմություն։ Ձի, տղամարդկանց համար։ Ցանկություններն ու գաղափարները վազում են ձեր առաջից, ինչ-որ բան անպայման կիրականանա։ Մի մոռացեք վայելել մանրիկները և ժամանակ անցկացնել սիրելիների հետ։ Ձեր նշանի տարվան հակացուցված է աշխատել կրակի, էլեկտրականության կամ զենք գնելու։ Դժվարությունները անխուսափելի կլինեն։ Կանանց համար։ Ժամանակն է կենտրոնանալ ձեր վրա և ձեր անձնավորության վրա։ Դանդաղեցրեք և մտածեք, թե ինչ ուզում եք։ Սա կլինի առաջին քայլը, բայց դեռ վաղ է կյանք փոխող որոշումներ կայացնելու համար։
Ոչխարներ։ Տղամարդկանց համար։ Այս տարին ներծծված է մրցակցության ոգով, բայց այն կլինի ձեր կյանքի ամենաարագներից մեկը։ Ձին կբերի փոփոխության ծարավ, տեսարանի փոփոխություն եւ նոր կարիերա։ Ամեն ինչ ինչին կձեռնարկեք, կիրականացվի ձեր բնորոշ հմտությամբ եւ ստայլով։ Կանայք։ Հող փորելը կամ նուխուղների չնելը խորհուրդ չի տրվում։ Այդ կարող է բացասաբար անդրադառնալ ձեր առողջության վրա, ասում է Եշի Նամջիլ Լաման։ Դա կհետաձգի անշարժ գույքի արքավոճարքը։ Կապիկ։ Տղամարդիկ։ Գործարար կյանքում սպասվում է առաջընթաց եւ նույնիսկ հաջողություն։ Նախորդ տարիներին սկսած նախագծերը կսկսեն պտուղ տալ։ Ձեզ կսպասվեն անհաջող մահեր, բայց նրանք, ովքեր համառեր են եւ նպատակասլախ, միևնույն է կհասնեն իրենց նպատակներին։ Կանայք։ Դուք կդառնաք շատերի համար օրինակ, մարդիկ ավելի շատ ուշադրություն կդարձնեն ձեզ, կլսեն ձեզ եւ կհարգեն ձեզ։ Լավ հեղինակությունը կբարձրացնի ձեր ազդեցությունը հասարակության մեջ։ Հավ։ Ակախոր։ Տղամարդիկ։ Ձիուտարին բարենպաստ է, գլխավորը խուսափելն է խնդիրներ առաջացնելուց, սա կարող է խթանվել իմպուլսիվությամբ, զսպվածության բացակայությամբ եւ նույնիսկ որոշ ագրեսիվությամբ։ Մյուս կողմը ուժն ու վստահությունն է։ Խուսափեք ռիսկային իրավիճակներից եւ էքստրեմալ սպորտաձևերից։ Կանայք։ Դուք կզգաք, որ ձեր կյանքն ավելի միամոնախ է դարձել, դուք ինքներդ կցանկանաք դանդաղեցնել։ Ակտիվ անհատները կկարողանան պահպանել իրենց դիրքերը։ Շատերը կնկատվեն, որը կդառնա հմայուչ առաջարկի հիմքը։ Շուն։ Տղամարդիկ։ Կթվա, որ ամեն ինչ հնարավոր է եւ լավ պատճառով։ Հայտ այս ժամանակահատվածում կհայտնվի հնարավորություն արմատական փոխելու ձեր կյանքը եւ հիմք դնելու այնպիսի ապագայի, որի մասին երբեք չէիք կարող դրազել։ Կանայք։ Դուք ջարագայթում եք ուժ, անհանգստություն եւ պաշ։ Ամեն ինչ կստացվի, ձեր ցանկությունները կիրականանան եւ ձեր երազանքները կիրամանցվեն։ Հեռու մնացեք բնական ջրային մարմիններից եւ խոնավությունից, ձեր առողջությունը պահպանելու համար։ Խոս։ Վարաս։ Տղամարդիկ։ Երբեմն բոլոր խնդիրները լուծելի չեն։ Սա լավագույն ժամանակ չէ նոր բաներ փորձելու, կյանքը գլխի վայր շրջելու կամ մեծ նախագծեր սկսելու։ Այնուամենայնիվ, փառքն ու ճանաչումը հավանական են։ Կանայք։ Կանանց ավելի շատ հեշտ ժամանակ կնենան, քան տղամարդիկ։ Նրանց ինքնավստահությունը եւ ինքնագնահատումը կբարձրանան, եւ նրանք կձևավորեն ավելի չափված եւ նպատակասլախ բնավորություն։ Այնուամենայնիվ, առայժմ լավագույնն է այս կարող եք խուսափել կյանք փոխող փոփոխություններ կատարելուց։ Եթե ձեզ դուր եկավ այս վիդեոն, ապա հերթյարկ։ Չմոռանաք հավանել այն կիսվել վիդեոն ընկերների հետ եւ անպայման բաժանորդագրվել ալիքին, քանի որ այստեղ ձեզ սպասվում են ավելի հետաքրքիր եւ հուզիչ պատմություններ։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ։